Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 8 մայիսի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը եւ Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատ գնդապետ Արմեն Մնացականյանը պատվոգրել են հանձնել Գավառ համայնքի վարժական հավաքներին մասնակցած բնակիչներին։ Հանդիպումն ուղեկցվել է շնորհավորանքներով եւ շնորհակալական խոսքերով։ Վարազդատ Օվիկի Մաթեոսյան, Գարիկ Նաջարյան, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը եւ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Արմեն Մնացականյանը պատվոգրեր են հանձնում Գավառ համայնքից 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքներին մասնակցած բնակիչներին։ Պարգևատրմանը ներկա են համայնքապետարանի եւ զինվորական կոմիսարիատի աշխատակիցներ, պարգևատրվողների հարազատներ։ Համակարգացիներ, շնորհակալություն ենք հայտնում ձեր պարտքը հայրենիքի հանդեպ տալու համար։ Մենք քաղաքապետի հետ միասին որոշում ենք կայացրել, ովքեր մասնակցել են վարժական հավաքների, շնորհակալություն հայտնենք, պարգևատրենք, որ դա լինի ձեզ համար մի sense նորամուծություն եւ նաեւ այն բանով, որ մեր սերունդներին, ձեր հաջորդիվա, ձեր բալիկներին, ձեր եղբոր տղաներին, հարևաններին նաեւ բարձ դառնա, որ ոչ մի բան անպատասխան չի մնա։ Պատվոգրերը տրվում են վարժական հավաքներին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության եւ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Ձեր կատարածը շատ մեծ գործ է, որտեղ դուք համալրել եք մի ծառայություն, խաղապահ գումարտակը եւ ծառայությունը կատարել եք այլ մարզում։ Էլի մեր երկիրն է, բայց այլ մարզում, այսինքն մենք մեր մարզից գնացել ենք օգնության մյուս մարզին։ Շատ կարեւոր հանգամանք է, որը մեր համար կարեւոր չի։ Մենք հայ ենք եւ ամբողջ Հայաստանի Հանրապետություն դա մեր երկիրն է, մեր պետությունն է։ Պարգևատրվածներն էլ իրենց հերթին նշում են, որ հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալը մեծագույն պատիվ է եւ իրենք պատվախնդրորեն են իրականացրել այդ գործը։ Ուզում եմ ես մեր բոլորի կողմից իմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ ինչ ակնկալիքները որ գնացինք, այդ ամեն ինչը իրականություն դարձավ։ Սկսած ուսումնական փուլից այնքան բան են սովորացնում, բավարար է, որ լիարժեք հանգիստ կարողանաս պոստվես։ Հանդիպումն ուղեկցվում է զրույցով եւ տպավորությունների ներկայացմամբ։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը եւ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Արմեն Մնացականյանը իրենց պատրաստակամությունն են հայտնում հայրենիքի պաշտպանությանը կամավոր մասնակիցներին բոլոր հարցերում աջակցելու։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գենդերային եւ ընտանեկան բռնությունների դեպքերին արձագանքելու, դրանք լուսաբանելու եւ բռնության զոհերին աջակցելու միջոցների մասին են տեղեկացել տարբեր հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Երկօրյա դասընթացը նրանց տվել է նոր գիտելիքներ եւ հմտություններ իրենց գործունեության մեջ առավել զոհակենտրոն լինելու համար։ Գենդերային եւ ընտանեկան բռնության դեպքերի զգայուն լուսաբանում, զոհակենտրոն մոտեցում եւ աջակցություն։ Այս թեմաների շուրջ է բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի գենդերային արդարադատության հերթական ակադեմիան։ Այն իրականացվում է Նիդերլանդների թագավորության աջակցությամբ, վերապատրաստվում է քաղաքասարակության եւ լրատվամիջոցների շուրջ 30 ներկայացուցիչ։ Փորձում ենք այս վերապատրաստման միջոցով օգնել նրանց ճիշտ հմտություններ, գիտելիքներ ձեռք բերել, որ իմանան ինչպես խոսել թեմայից, ինչ մոտեցումներ ցուցաբերել, որպեսզի հասարակության լայն շրջանակները տեղեկանան խնդրից եւ դրանով հանդերձ նաեւ չվնասեն զոհերին։ Հանրության արձագանքն ընտանեկան բռնության դեպքերին մեծ մասամբ պայմանավորված է նրանով, թե լրատվամիջոցներն ինչպես են ներկայացնում դրանք։ Հրապարակված նյութի վերնագիրն անգամ կարող է սխալ ընկալումների եւ բռնության ենթարկված անձի կրկնակի վիկտիմիզացիայի պատճառ դառնալ։ Իր բանախոսության մեջ շեշտադրում է գործող լրագրող Գոհար Հայրապետյանը։ Շատ խոսել խնդրի մասին, լուծումներ առաջարկող նյութեր հրապարակել եւ կրել սոցիալական պատասխանատվություն դրանց նկատմամբ։ Նրա ուղերձն է լսարանին։ Խնդիրը նրանում է, երբ հասարակությունը սկսում է այդպես թիրախավորել, դու ես մեղավոր, առանց կրակցուկ չի լինի, կամ լավ քեզ պահեիր, ձայնդ կտրեիր, նստեիր, չծեծվեր, բազմաթիվ են օրինակները։ Ապա դա բերում է նրան, որ այդ կանայք, որոնք ենթարկվել են բռնության, նրանք պարզապես վախենում են խոսել, վախենում են բարձրաձայնել, վախենում են, որովհետև երկրորդ անգամ են թիրախ դառնալու, այս անգամ հարևանների, հասարակության, երեխաներ ունեն այդ կանայք, դպրոցում նրանց երեխաներին են ենթարկելու նաև կրկնակի այդ վիկտիմիզացիայի։
թյուր կարծիք կա, թե բռնությունը միայն ինչ որ երկրին է բնորոշ կամ հակառակը կասում են մեր երկրին դա բնորոշ չէ, մեր տղամարդը դա չի անում։ Ցանկացած երկրում, ցանկացած տղամարդ, ցանկացած կրթական ցենզի, ցանկացած սոցիալական խավից կարող է անել բռնություն, սա պետք է ֆիքսել։ Երկօրյա ակադեմիայի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում ընտանեկան եւ կենցաղային բռնությունների դեմ պայքարի իրավական կարգավորումներին։ Ներկայացվում է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ կարևոր է կանանց հիմնախնդիրները եւ մենք մեծապես կարևորում ենք կանանց քաղաքական եւ տնտեսական հզորացումը, բայց գիտեք ոնց որ սրանք պատերն են եւ տանիքը, եթե արկա է բռնություն կանանց նկատմամբ, այդ դեպքում քաղաքական եւ տնտեսական հզորացման մասին ուղղակի խոսք գնալ հնարավոր չէ։ Նման վերապատրաստումները հնարավորություն են տալիս ճիշտ դասակարգել, ճիշտ խնդիրը հասկանալ, նաեւ իրազեկվել այնպիսի իրավիճակների, որ մենք երբևիցե չենք լսել եւ չենք տեսել։ Չգիտեմ դա լավ է թե վատ, բայց ճիշտ միգուցե լավ է որ չենք լսել, բայց նաեւ լավ կլինի որ իմանանք, որ այսպիսի երևույթներ էլ կան կյանքում եւ ամենակարևորը որ մեր դասընթացի համար մենք կարևորում ենք չլռել։ Դասախոսությունների թեմատիկ շրջանակն ընդգրկում է նաև տեղեկատվական անվտանգության, տվյալների պահպանման եւ պաշտպանման թեմաները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառ քաղաքի բնակիչ Հնասեր Թաթուլ Տոնոյանն իր հայրենաճանաչողական որոնումների արդյունքում հնագիտական նոր հուշարձան է հայտնաբերել Գավառ համայնքում։ Մասնագետներն այն ուսումնասիրել են, վկայագրել եւ շուտով Գավառի գրանցված հուշարձանների թիվը կավելանա եւս մեկով։ Գյուղի ժողովուրդը ասացի, որ այստեղ վերևում կա խաչքարեր, տոպանակարեր, որոշեցի դրանք փնտրեմ գտնեմ, որպեսզի ճանաչենք էլ ինչ խաչքարեր կան։ Մեքենան կանգնեցի ներքև ոտքով սկսեցի բարձրանալ։ Չասուկ են հատվածը տեսա այստեղ մի քար։ Մի անգամից տպավորեց մեջս ու մոտեցա մի անգամից տեսնեմ վիշապաքարը։ Օրեր անց այստեղ արդեն չափագրման, քարտեզագրման աշխատանքներ են իրականացնում։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատողն ու ճարտարապետը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից են հանձնարարություն ստացել ուսումնասիրելու վիշապաքարն ու տարածքը եւ վկայագրելու հուշարձանը։ Շուտով նախարարությունում փորձագիտական հանձնաժողովի նիստում ինքը կստանա նորայդ հուշարձանի կարգավիճակ եւ կլրացնի մեր հայկական հուշարձանների ցուցակը Գավառի վարչական տարածքում։ Հայաստանում մոտ 150-ից ավել վիշապաքարեր են հայտնաբերվել։ Դրանք մոտավորապես թվագրում են մեզանից մոտ 4-5-6 հազար տարի առաջվա, նույնիսկ առավել հին ժամանակներում։ Ցլակերպ վիշապաքարը գտնվում է Գավառի Արծվաքար թաղամասի եւ Կարմիր գյուղ բնակավայրի սահմանին։ Գիտաշխատողի կարծիքով հուշարձանն իր նախնական տեղում չէ։ Հնարավոր է, որ մեծ եւ մշակված քարն ավելի բարձրադիր վայրից են բերել ու տեղադրել որպես սահմանակար։ Տարածքն առհասարակ հարուստ է հնագիտական եւ պատմամշակութային բարձրարժեք հուշարձաններով։ Վիշապաքարից շուրջ 200 մետր հեռավորության վրա գավառցի Հնասերն իր փնտրած խաչքարն է գտնում։ Պարզվում է 9-ից 10-րդ դարերի է։ Մասնագետներն այն եւս արձանագրում եւ չափագրում են։ Դեպի արևելք Սևանալիճը, Քանագեղի ամրոցը, Սոլեյվանքը, ընդհանուր տարածքը շատ մեծ դամբանադաշտ է, խաչքարեր, ամրոցներ, 3-ից 4 մոտուր կա, Արծվաթռիչքը, Սուրբ Գևորգը, Սուրբ Խաչը, բոլորը 12-13-րդ դարի մոտուրներ են, վաղ 9-10-րդ դարի խաչքարերով, մինչև 17-րդ դարի խաչքարեր կան այս տարածքում։ Սա ինձ թվում է ոչ միայն հնագույն բնակավայր է, այլ նաև սրբավայր ու սրբատեղի է, որ հազարամյակներով եկել ու ավանդվել հասել է մեզ, քանի որ սա կոչվում է Մանուչարի հովիտ եւ այստեղ ուսումնասիրություններ կատարել է անվանի հնագետ Երվանդ Լալայանը, բազմաթիվ դամբարաններ է բացել։ Տարածքը ոչ միայն լրացուցիչ ուսումնասիրությունների, այլև պահպանության կարիք ունի։ Վիշապաքարի վրա տառեր ու անուններ են փորագրել, վնասելով հնագիտական այդ հուշարձանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։